Գնաճը շարունակել է արագանալ, ապրիլին կազմելով 5.3%, Հորմուզի նեղուցի խափանումներն ազդում են ոչ միայն էներգակիրների, այլև գյուղատնտեսության համար էական նշանակության ապրանքների վրա, հետևաբար կա պարենային ապրանքների գնաճի ռիսկ։ Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Կենտրոնական բանկի նախագահն է հայտարարել, ներկայացնելով 2026-ի առաջին եռամսյակի մարտահրավերներն ու հաստատված դրամավարկային քաղաքականության զեկույցը։ Մարտին Գալստյանի խոսքով Մերձավոր Արևելքի հակամարտության սրման հետևանքով Հայաստանի Հանրապետության հիմնական գործընկեր երկրներում ևս դիտվում են տնտեսական աճի հեռանկարների հետագա վատթարացման և գնաճի միջավայրի զգալի ընդլայնման ռիսկեր։ Մասնավորապես տնտեսական աճը Միացյալ Նահանգներում վերջին եռամսյակում որոշակիորեն դանդաղել է։ Եվրագոտում տնտեսական աճը շարունակել է թուլանալ։ Ռուսաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշները վկայում են առաջին եռամսյակում տնտեսական աճի դանդաղման և ներքին պահանջարկի զգալի թուլացման մասին։ Աշխարհում գնաճը չի կարող չհասնել Հայաստանի վրա, ասել է Գալստյանը։ Այն գնաճային իրավիճակը, որը աշխարհում ստեղծվում է, բնականաբար ազդելու է նաև Հայաստանի վրա, ու Կենտրոնական բանկի հիմնական գործը այս պայծրությամբ լինելու է հասկանալ, թե գնաճը, որը որ մենք ունենք 5.3 ու ավելի վերև է գնալու, ինքը պայմանավորված է բացառապես առաջարկի գործոններով ու դրան կարելի է սպասել ու որոշակի ազդակ չտալ, թե եթե կան պահանջարկի գործոններ ներսում ֆիսկալով կամ արտաքինից եկող տուրիզմի աճով, մենք պիտի որոշակի արձագանք ունենանք դրա վրա։ Առաջարկը հիմնականում միջազգային է, չնայած ներքին տնտեսության բաներ կան, օրինակ մսի գնի աճ կա, որը որ շատ բարձր է։ Ու այդ ներքինով է պայմանավորված է, կա բենզինի գին, որը որ հիմնականում միջազգային ազդեցությունների ներքո է, ու կա ծառայությունների որոշակի թույլ աճ, այս պայծրությամբ, որը պայմանավորված է թե ներքին պահանջարկի աճով, թե դրսի պահանջարկի աճով, այսինքն տուրիստները, որոնք գալիս են, օգտվում են Հայաստանում ծառայություններից, իրանք որոշակի գների մակարդակը տանում են վերև։ Ինչպես արդեն նշել եմ, դրամավարկային քաղաքականության մշակման և իրականացման նոր համակարգի ներքո մակրոտնտեսական ընթացիկ զարգացումների և հեռանկարների հետ կապված մեծ անորոշությունների պայմաններում մենք քննարկում և դիտարկում ենք քաղաքականության տարբեր սցենարներ։ Դրանց A-տիպի սցենարների խումբը ներկայումս ներառում է համաշխարհային չեզոք տոկոսադրույքի հնարավոր աճի, ներքին տնտեսությունում ավելցուկային պահանջարկի պայմանների ձևավորման և հարկաբյուջետային քաղաքականության կողմից ընդլայնման ռիսկերի հետ կապված անորոշություններ։ Այս սցենարները պահանջում են շուկայի սպասումների համեմատությամբ քաղաքականության ավելի կոշտ արձագանք, այսինքն եթե այսին թվարկածը նյութականանա, մենք պիտի ավելի կոշտ քաղաքականություն վարենք ու տոկոսադրույքը վերև տանենք։ Մյուս B-տիպի սցենարների խումբը ներառում է համաշխարհային տնտեսության աճի դանդաղման հեռանկարների, Հայաստանի Հանրապետության ռիսկի հավելավճարի հիմնարար նվազման հետ կապված ռիսկեր, ինչը ենթադրում է շուկայի սպասումների համեմատությամբ քաղաքականության տոկոսադրույքի ավելի ցածր ուղեգիծ, միջնաժամկետ հորիզոնում հնարավոր թույլ պահանջարկը կարգավորելու և գնաճը նպատակային ցուցանիշի շուրջ կայացնելու համար։ B-ն ինչի մասին է, ասում ենք, եթե աշխարհը մտավ ռեցեսիայի մեջ, աշխարհից եկող պահանջարկը հայկական ապրանքների ու ծառայությունների նկատմամբ նվազեց, ինքը իր մեջ որոշակի գնանկումային էլեմենտ ունենալու, եւ երկրորդը, եթե մեր ռիսկի հավելավճարը էապես նվազեց, այդտեղ էլ կարող է որոշակի տոկոսադրույքների ներքև գնալու բան ունենանք, տարածություն ունենանք, որի արդյունքում մեր արձագանքը շուկայի համեմատ կլինի ավելի զուսպ, ավելի ներքև։ Արդյունքում 26 թվականի 3 որոշումների կայացման ընթացքում հավասարակշռելով A և B տիպի ռիսկերի կառավարման անհրաժեշտությունը խորհուրդը անփոփոխ է թողել քաղաքականության տոկոսադրույքը։ Մենք շարունակաբար մշտադիտարկում ենք տնտեսության զարգացման սցենարները և դրանց ներքո գնաճային միջավայրի ռիսկերի ընդլայնման դեպքում պատրաստ ենք ձեռնարկելու համարժեք գործողություններ միջնաժամկետ հորիզոնում գնաճի 3% մակարդակի և գների նպատակի ապահովման, գների կայունության նպատակի ապահովման համար։ Մանկավարժական համալսարանի պաշտոնատար անձինք կատարել են ավելի քան 5 միլիոն դրամի հափշտակություն, պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է։ Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնում են, որ պարզվել է համալսարանի շախմատ գիտահետազոտական ինստիտուտ հիմնարկի մասնագետը չարաշահելով պաշտոնեական լիազորությունները հափշտակել է ընդհանուր 5 միլիոն դրամից ավելի գումար։ Հիմնարկի տնօրենը տեղյակ լինելով, որ մասնագետն աշխատանքի չի հաճախել և աշխատանքային պարտականությունները չի կատարել, պաշտոնական փաստաթղթերում ներառել է կեղծ տեղեկություն
տեղեկություններ վերջինի աշխատանքի ներկայանալու վերաբերյալ։ Բացի այդ, համալսարանի պրոռեկտորի պաշտոնը զբաղեցրած անձը տեղյակ լինելով հիմնարկի մասնագետի կողմից աշխատանքի չհաճախելու եւ աշխատանքային պարտականությունները չկատարելու վերաբերյալ որևէ միջոց չի ձեռնարկել։ Համալսարանի պրոռեկտորին, հիմնարկի մասնագետին եւ տնօրենին մեղադրանքներ են ներկայացվել, վնասը վերականգնվել է, նախաքննություն ավարտվել է եւ վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են հակակոռուպցիոն դատարան։ Լոռու մարզում քարոզչություն կատարելուն խոչընդոտելու կասկածանքով 10 ձերբակալվածներից 6-ը կալանավորվել է, մեկի նկատմամբ կիրառվել է տնային կալանք, 3-ի վերաբերյալ դատական նիստ դեռ չի կայացել։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության քարոզարշավի ժամանակ ուժեղ Հայաստան դաշինքի աջակիցները խոչընդոտել էին ընթացքը։ Մասնավորապես դաշինքի մի խումբ աջակիցներ ճանապարհը մեքենաներով փակել են, խոչընդոտելով քարոզչության բնականոն ընթացքը։ Նույն օրը մեկ այլ բնակավայրում միացրել են բարձր երաժշտություն, բռնություն են գործադրել քաղաքացիական պայմանագիր կուսակցության մասնակիցների նկատմամբ, այդ կերպ խոչընդոտելով քարոզարշավի բնականոն ընթացքը։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, այս մասին տեղեկացնում են քննչական կոմիտեից։ Facebook-ում խուլիգանություն կատարած անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում։ Նախաքննության ընթացքում պարզվել է, որ մայիսի 9-ին ԱՕ-ն Facebook-յան էջում խուլիգանություն կատարելու ուղղակի դիտավորությամբ տեղեկատվական տեխնոլոգիաներ օգտագործելով 61-ամյա ՀՄ-ի քաղաքական հայացքներով պայմանավորված քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը սատարելու դրդապատճառով նրա լուսանկարը տեղադրելով անպարկեշտ արտահայտություններ պարունակող տեսանյութ է հրապարակել, այդ կերպ բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք ցուցաբերելով։ Քննչական կոմիտեից հայտնում են, որ ԱՕ-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, խափանման միջոց կիրառվել է տնային կալանքը։ Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է։ Ըստ շրջանառվող տեղեկությունների, ԱՕ-ն Արմեն Օհանյանն է, որը Facebook-ում հանդես է գալիս որպես սիրով բլոգեր, իսկ տուժածը 61-ամյա կին է։ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահը խիստ քննադատել է նախընտրական քարոզչության որոշ հոլովակներում տարածվող բովանդակությունը, նշելով, որ դրանք պարունակում են ապատեղեկատվություն, ատելության խոսք և հասարակությանը մոլորեցնող վտանգավոր նարատիվներ։ Խոսքը Հայաստան դաշինքի նախընտրական քարոզչական հոլովակից 2 դրվագ է։ Պարզվում է, Արևմտյան Ադրբեջանի Երևանի մարզում Մայր Հայաստանի փոխարեն Աթաթուրքի արձանն է կանգնեցվելու, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի փոխարեն աշխարհի ամենախոշոր մզկիթը, անվավեր են ճանաչվելու հայկական անձնագրերը եւ այսպես շարունակ, իբր Հայաստանի մոտ ապագայի վիճակն է։ Հոլովակը դիտելուց հետո զզվանք ու սրտխառնոց են առաջանում։ Քաղաքական ուժերին եւ որոշ հեռուստատեսություններին միայն թվում է, որ նախընտրական շրջանում նախընտրական քարոզչության անվան տակ կարող են սղացնել ցանկացած կեղտ, ապատեղեկատվություն, հուսահատություն, տխմարություն, հայատյաց բովանդակություն, 1000 անգամ ամոթ, գրել է Հակոբյանը։ Եվ այսպես Հայաստանն ու Լիտվան այս պահից սկսած ռազմավարական գործընկերներ են, արտգործնախարարն է հայտարարել Լիտվայի պաշտոնակցի հետասուլիսում։ Կեստուտիս Բուդրիսը մեր երկրում է պաշտոնական այցով։ Նախարար Միրզոյանի հետ հանդիպումից հետո կողմերը հայտարարություններ են արել, պատասխանել լրագրողների հարցերին։ Արարատ Միրզոյանն ասել է, որ ստորագրել են փաստաթուղթ, որով բարձրացրել են հարաբերությունների մակարդակը։ Կողմերը նաև քննարկել են տնտեսական գործակցության հեռանկարները։ Միրզոյանը նաև նշել է, որ Հայաստանը երախտապարտ Լիտվայի գործընկերներին Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների խորացման հարցում մեծ աջակցության համար։ Նախարարը տեղեկացրել է աշխարհաքաղաքական զարգացումների մասին, ներկայացրել Հայաստան-Ադրբեջան, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների մասով դրական առաջխաղացումները։ Կեստուտիս Բուդրիսն էլ ասել է, որ Լիտվան լիովին աջակցում է խաղաղության գործընթացին եւ հուսով է, որ այն նոր տնտեսական հնարավորությունների դռներ կբացի բոլորի համար։ Ավելի ուշ արտգործնախարարին ընդունել է անվտանգության խորհրդի քարտուղարը։ Կարողացանք ստորագրել մի փաստաթուղթ, որով բարձրացրեցինք մեր հարաբերությունների մակարդակը։ Հայաստանը եւ Լիտվան այս պահից սկսած ռազմավարական գործընկերներ են։ Սա մի ձևաչափ է, որը մեզ հնարավորություն կտա եւ ավելի լրջացնելու մեր քաղաքական երկխոսություն եւ համագործակցությունը, բայց նաեւ ավելի համապարփակ մոտենալու ոլորտային համագործակցությանը։ Մենք այսօր հնարավորություն ունեցանք քննարկել մեր տնտեսական համագործակցության հեռանկարները, հատկապես տեղեկատվական տեխնոլոգիաների, արհեստական բանականության, կիբերանվտանգության, որտեղ Լիտվան հարուստ փորձ ունի, որտեղ մենք որոշակի փորձ եւ գիտելիքներ ունենք եւ
կկարողանանք օգտակար լինել միմյանց։ Իհարկե մենք մեր բարեկամությունը, որը վերջին տարիներին ընդգծված կերպով դրսևորվել է երկկողմ հարթություններում, իր դրսևորումն է գտնում նաև Հայաստան-ԵՄ հարաբերություններում եւ նաև միջազգային հարթակներում։ Մենք երախտապարտ ենք նաև մեր լիտվացի գործընկերներին Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների խորացման հարցում ստացած մեծ աջակցության համար։ Շատ հետաքրքիր համագործակցության ձևաչափ է մեզ համար շատ կարևոր նաև եւ հետաքրքիր ձևաչափ է Հայաստան, Նորդիկ, Բալթիկ երկրների համագործակցության ձևաչափը, այստեղ եւս վայելում ենք Լիտվայի լիակատար աջակցությունը, մի մեր համագործակցության եւ կամ ընդհանուր համագործակցության լավագույն դրսևորումներից, ամենաթարմ դրսևորումներից մեկը մենք վերջերս հյուրընկալեցինք Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը Երևանում եւ նաեւ անմիջապես դրան զուգահեռ տեղի ունեցավ Հայաստան-Եվրոպական միություն առաջին գագաթնաժողովը։ Պետք է անպայման ընդգծենք, որ մեր հարաբերությունները հիմնված են նախ եւ առաջ ընդհանուր արժեքների վրա՝ ինքնիշխանության, ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ սա իհարկե ուրախալի նորություն է, բայց կա զուգահեռ նորությունը, որ այս նույն արժեքները, որ ես քիչ առաջ նշեցի, թիրախավորվում են տարբեր կենտրոնների կողմից մեր օրերում եւ հիբրիդային սպառնալիքների ներքո են գտնվում եւ ուզում եմ ասել, որ սա եւս մի ոլորտ է, որտեղ մենք եւ Լիտվան սերտորեն համագործակցում ենք, ուրեմն հասցեագրելու այս մարտահրավերները։ Հարգելի գործընկերներ, իհարկե մենք խոսել ենք նաեւ Հարավային Կովկասի տարածաշրջանային հարցերի վերաբերյալ, նաեւ առհասարակ աշխարհակաղակական իրավիճակի վերաբերյալ ես գործընկերոջս ներկայացրել եմ մեր եւ Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունը, ենթակառուցվածքների ապաշրջափակումը, ներկայացրել եմ TRIP նախագիծը, դրա շրջանակներում ձեռնարկվող քայլերը եւ այստեղ էլ մինչ այսօր եւ վստահ եմ ապագայում եւս հանդիպել ենք եւ կշարունակենք հանդիպել միայն Լիտվայի ողջունելը եւ աջակցության պատրաստակամությունը։ Ինչ վերաբերում է անվտանգության ոլորտին, այո, քննարկել ենք ի սկզբանե իրավիճակը ինչպիսին է եղել, ինձ նախարարը տեղեկացրեց եւ բացատրեց աշխարհակաղակական զարգացումների մասին եւ ներկայացրեց Հայաստանի եւ Ադրբեջանի հարաբերությունների մասին, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների դրական առաջխաղացումների մասին։ Այս դրական առաջխաղացումները բոլորս կարիք ունենք, սա կայունություն է բերում եւ որ հնարավորություններ են ձեռում, ուստի Լիտվան լիովին աջակցում է խաղաղության գործընթացը եւ հուսանք, որ այն նոր տնտեսական հնարավորությունների տեղարկվածի բոլորի համար սահմանները բացելով, առևտուրը բացելով, ճանապարհը ենթակառուցվածքները բացելով, ժողովուրդների միջև կապերը ազատ դարձնելով, ապրանքների շրջանառություն, այս ամենը ավելի անվտանգության մակարդակը կբարձրացնի, որ արժանի եք բոլորդ այստեղ։ Նաև ուզում դրվատանքի արժանացնել Հայաստանին, գնահատել Հայաստանի հրաշալի կազմակերպվածությունը, երեք շատ կարևոր միջոցառումներ իրականացնելու ոլորտում, դա եվրոպական համայնքների գագաթնաժողովներ եւ Եվրոպա-Հայաստան գագաթնաժողովներ, որտեղ ունեցավ եւ շատ հաջող կերպով գիտեմ, որ Եվրոպյանյան երկխոսություն իրականացվեց այստեղ։ Նախարարները նաև պատասխանել են հարցին Ռուսաստանից հնչող հարաբերությունների վերաբերյալ։ Պետք է մեծ հարգանքով վերաբերվել մյուս կողմի այս կամ այն հարցում ինքնուրույն որոշում կայացնելու իրավունքին։ Արտգործնախարարն է հայտարարել, անդրադառնալով Հայաստան-Եվրամիություն գագաթնաժողովից հետո Պուտինի կողմնորոշման մասին հորդորին ու քաղաքակիրթ ապահարզանի մասին հուշմանը։ Լիտվայի արտգործնախարարը եւս պատասխանել է հարցին։ Մենք չենք պատրաստվում ապահարզան տալ որևէ մեր գործընկերոջ կամ ապահարզան ունենալ որևէ գործընկերոջ հետ մեր հարաբերություններում, ընդհանրապես քաղաքականություն եւ դիվանագիտությունը այդպիսի ապահարզաններ կարծեմ թե այդպես առանձնապես չի ճանաչում պատմության ընթացքում, մենք նաեւ չենք պատրաստվում այսպես հակամարտ կամ երևի ավելի տեղին կլինի ասել լարվածություն մտցնել Հայաստան-Ռուսաստան հարաբերություններում, մենք գործընկերներ ենք, որոնք կապված են բազմաթիվ կապերով եւ մենք տրամադրված ենք առողջ ուրեմն միջավայրում, առողջ քննարկման միջավայրում
այդ հարաբերությունները, փոխշահավետ հարաբերությունները զարգացնելուն խնդիրներ կան անշուշտ, նաև բայց կարծում եմ, որ խնդիրներ կան բոլոր հնարավոր հարաբերություններում աշխարհում եւ միշտ էլ այդպես է եղել, այդ խնդիրներին ուղղակի պետք է կոնստրուկտիվ քննարկման լուծումներ գտնել եւ ի վերջո բոլոր կողմերը, ես նաև տեսական ասում եմ էլի բոլոր տեսակի հարաբերությունների համար, պետք է մեծ հարգանքով վերաբերվեն մյուս կողմի այս կամ այն հարցում ինքնուրույն որոշում կայացնելու ուրեմն իրավունքին։ Մենք շատ լավ հասկանում ենք եւ Ռուսաստանից չէ որ մեզ պետք է ասեն, որ Եվրասիական տնտեսական միության անդամակցությունը եւ Եվրոպական միության անդամակցությունը անհամատեղելի են։ Հնարավոր չի մենք մնանք Եվրասիական տնտեսական միության մեջ եւ դառնանք Եվրոպական միության անդամ։ Եվ ահա մեր մոտարկումը Եվրոպական միության հետ մենք շարունակելու ենք եւ երբ որ կլինի հասունանա կգա այն պահը, որ մենք պետք է հենց այդ պահին որոշում կայացնենք լինել այս խմբի, թե այս խմբի ուրեմն երկրների ընտանիքների անդամ, մենք այդ որոշումը կկայացնենք, այստեղ որևէ նորություն չկա եւ կրկին մեզ դրսից չի որ պետք է այս մասին ասեն։ Եման դա կայսրություն չի, սա միջազգային կազմակերպություն է։ Եվ այս կազմակերպության հիմքում արժեքներն են, սկզբունքները եւ որոշ կանոնակարգեր։ Մենք ուզում ենք իրար նման լինել եւ ուրիշները ուզում են մեզ նման լինել, ուզում են անդամպետություններ լինել։ Մենք բոլոր աջակցությունը տրամադրում ենք։ Եվրամիությունը ժողովրդավարությանն է վերաբերում օրենքի գերակայության, խաղաղության եւ բարգավաճման սկզբունքների հիման վրա է կառուցված։ Ինչպես ենք մենք դրան հասնում։ Մենք կարծում ենք, որ լավագույն մոդելն ենք ստեղծել աշխարհում, թե ինչպես է հնարավոր սա անել։ Ինչպես կարող ենք մեր շահերը համապատասխանեցնել, ինչպես կարող ենք խաղաղություն պահպանել մի բան, որ երբեք Եվրոպայում այսքան երկար չի աշխատել, հիմա մենք այլևս չենք կռվում, մենք առևտուր ենք իրականացում, նոր տեխնոլոգիաներ ենք ստեղծում, ապագան ենք մենք կերտում, եւ աշխարհը սրա կարիքն ունի։ Ուստի բոլոր ազգերը, ովքեր ուզում են միանալ ԵՄ-ին, գործընկերության եղանակով, անդամակցության եղանակով, մենք բաց ենք։ Երբ Հայաստանի ժողովուրդը նախաձեռնեցին այս օրենսդրությունը, որ նախկինում ստորագրվեց եւ դիվանագիտական կապերը, սա ազդակ էր, որ մենք ուզում ենք ավելի սերտորեն համագործակցել մեր կողմից, այո, իհարկե, սիրով։ Խոսենք, տեսնենք, թե ինչ կարող ենք անել։ Մեզ համար սա ստեղծել այն կանոնակարգը, որ ավելի լավ առևտրաշրջանառություն ունենա, 5 միլիարդ ժողովրդի մասին է խոսքը 500 միլիոն անձիկ կամ որոնք ապրում են այդ մեր ցակմակում, որտեղ որ ամենամեծ հնարավորություններից մեկն է ընձեռում բիզնես ոլորտներում, որտեղ մենք կարող ենք առևտրաշրջանառություն ունենալ սահմանները հատելով եւ շատ արագ կազմակերպել այս ողջ առևտուրը։ Սա այսպեսով մենք ստեղծում ենք այն կամուրջները, որոնք ենթակառուցվածքային գործընկերություններ են հաստատում։ Դիտական մեր հարաբերությունը գիտեք ինչն է, եվրոպայնացումները, որ մեզ օգներ ոչ թե անդամ դառնալ, այլ գործընթաց, այդ ընթացքը ամրապնդել քո երկիրը, ամրացնել քո երկիրը, քո ինստիտուտներին հզորացնել, քաղաքացիությունը զարգացնել, ժողովրդավարությունն ամրապնդել, ժողովրդավարությունը նախ եւ առաջ դա ազատ եւ արդար ընտրությունների մասին է խոսքը, դուք արդար եք, դուք պիտի որոշեք, ով եք ուզում եւ ում եք ուզում, որ ուղղությամբ եք ուզում գնալ։ Սա է եվրոպական գաղափարախոսությունը, ես չեմ կարող պատկերացնել, թե ինչպես կարող է դա ընդունվել որպես թշնամական։ Սա որևէ մեկի դեմ չէ, դուք եք որոշողը։ Ուստի այս ընթացքում ԵՄ-ն կարող է շատ օգտակար լինել եւ առանցքային դերակատարում կարող է ունենալ, եւ մենք օգնում ենք բարեփոխումներ կազմակերպել, իրականացնել ամենաբարձր ստանդարտներ ներմուծել, էներգետիկա ոլորտինի, գյուղատնտեսության ոլորտինի, թե ցանկացած այլ ոլորտում լինի։ Անչափահասների ներգրավում վարչական ռեսուրսի չարաշահման դեպքեր, խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավի ընթացքում Արդար Քվե դիտորդական կազմակերպության արձանագրած խախտումներն են։ Կառույցը միայն մայիսի 8-ից 14-ն ընկած ժամանակահատվածում ստացել է 71 ահազանգ, հնարավոր ընտրախախտումների վերաբերյալ։ Դրանք հավաքագրել եւ պատրաստվում են ներկայացնել կենտրոնական ընտրական հանձնաժողով։ Մենք ստացել ենք 71 առերևույթ խախտում, ընտրախախտման դեպք, իդեպ մենք առանձնացրել ենք 71-ը, ինչու, որովհետև մեզ հետ աշխատում է նաև իրավաբանական փորձագիտական խումբ, եւ այդ խմբի միջոցով կարողանում ենք վերլուծության ենթարկել եւ որ դեպքերը բացահայտ առերևույթ կապ ունեն ընտրախախտումների հետ, ինչ որ չափով մենք տեսնում ենք որոշակի խախտումներ, մենք այն փորձում ենք տարածել մեր լսարանին եւ տալ իրավական գնահատումներ։ Հետևաբար մենք առանձնացրել ենք այս 71 դեպքից
խոշոր, այսպես առաջնային կարգի, որով որ օրինակ 16 դեպք մենք արձանագրել ենք պաշտոնական դիրքի, վարչական ու պետական ռեսուրսների չարաշահման առումով, 12 դեպք ատելության խոսքի, նվաստացման, քաղաքական անհանդուրժողականության առումով եւ այս ամենը հիշեցնեմ, որ ընդամենը 7-8 օրվա պատմությամբ եւ իհարկե երրորդ տեղում անչափահասների եւ երեխաների ներգրավումն է քարոզարշավին, որը կազմել է 7 դեպք։ Մնացած դեպքերը եւ այդ դեպքերի հստակ նկարագրությունները կարող եք գտնել մեր վերջնական զեկույցում։ Եվ այսպես Լիտվայի արտգործնախարար Կեստուտիս Բուդրիսի գլխավորած պատվիրակությանն ընդունել է փոխվարչապետը։ Ողջունելով արտգործնախարարների ստորագրած ռազմավարական գործընկերության մասին համատեղ հռչակագիրը, Մհեր Գրիգորյանը կարևորել է Լիտվայի ակտիվ ներգրավվածությունը Հայաստանի դիմադրողականության ավելացման ծրագրերում։ Նախարար Բուդրիսի խնդրանքով փոխվարչապետը խոսել է նաև տարածաշրջանային կապակցվածության օրակարգի, Հայաստանի կայուն զարգացման ու խաղաղության տեսլականի մասին։ Եվրամիության աջակցությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից իրականացվող լայնածավալ բարեփոխումների համատեքստում զրուցակիցներն անդրադարձել են ոլորտային գործակցության հեռանկարներին եւ պատրաստակամություն հայտնել կիսվելու իրենց կուտակած փորձով։ Արտգործնախարար Կեստուտիս Բուդրիսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր արտգործնախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանի ուղեկցությամբ։ Կեստուտիս Բուդրիսը ծաղկեպսակ է դրել ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, այնուհետև պատվիրակության մյուս անդամները ծաղիկներ են խոնարհել անմար կրակի մոտ եւ 1 րոպե լռությամբ հարգել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը։ Շարունակենք, առաջարկվում է ընդլայնել էլեկտրոնային ՀԴՄ-ների կիրառության ոլորտները։ Նախագծի ընդունման նպատակը էլեկտրոնային ՀԴՄ-ի կիրառության ոլորտների ընդլայնումը եւ որպես սովորական ՀԴՄ-ին այլընտրանքային տարբերակ կիրառելու հնարավորության ապահովումն է։ Այս մասին Պետեկամուտների կոմիտեի նախագահը հայտարարել է ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում։ Առաջին ընթերցմամբ քննարկվել է Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը։ Էդուարդ Հակոբյանի ներկայացմամբ տեխնոլոգիական զարգացմանը, թվային ծառայությունների աճին զուգահեռ անհրաժեշտություն է առաջացել ընդլայնել էլեկտրոնային ՀԴՄ-ի կիրառության ոլորտները, այն դարձնել սովորական ՀԴՄ-ին այլընտրանքային գործիք, որով հնարավոր կլինի ապահովել նույն գործառույթների առավել հեշտ եւ ժամանակակից ուղիներով իրականացումը։ Մասնավորապես առաջարկվում է միասնականացնել ՀԴՄ-ին եւ էլեկտրոնային ՀԴՄ-ին վերաբերող այն բոլոր դրույթները, որոնք հնարավոր է լինելու կիրառել երկու գործիքների դեպքում։ Հստակեցվել են նաև գործունեության այն ոլորտները, դեպքերը եւ ժամկետները, երբ էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենայի կիրառությունը պարտադիր է կազմակերպությունների, անհատ ձեռնարկատերերի եւ նոտաժների կողմից վաճառք իրականացնելիս, աշխատանքներ կատարելիս կամ ծառայություններ մատուցելիս։ Հիմնական զեկուցողը պատասխանել է պատգամավորների հարցերին, անդրադարձ է կատարվել ՀԴՄ-ների սպասարկման վճարին։ Օրենքի նախագիծը ստացել է դրական եզրակացություն։ Որպեսզի ՀԴՄ-ի եւ էլեկտրոնային ՀԴՄ-ի կիրառության միատեսակ մոտեցում ապահովենք եւ անհրաժեշտության դեպքում ավելի արագ փոփոխություններին արձագանքի կառավարությունը, առաջարկում ենք, որ սահմանվի, որ ՀԴՄ կտրոնի վրա տպագրման ենթակա տեղեկատվությունը եւս սահմանվի կառավարության կողմից, մասնավորապես հիմա այդ տվյալները սահմանված են հարկային օրենսգրքով, մինչդեռ ՀԴՄ-ին ներկայացնող օրինակ տեխնիկական պահանջները, ՀԴՄ-ն հարկային մարմնում գրանցման եւ գրանցումից հանման կարգը, ՀԴՄ-ի կիրառության կանոնները, ինչպես նաեւ էլեկտրոնային ՀԴՄ կտրոնում լրացման ենթակա տվյալները հաստատված են կառավարության որոշումով, այսինքն ասած երկակի իրականություն է գործում եւ առաջարկում ենք միասնականացնել ու կառավարությանը հնարավորություն տալ այդ դետալները սահմանի։ Մյուս երկու կարևոր փոփոխությունները, որոնք որ այս նախագծով առաջարկում ենք, նախ առաջինը, որը կարծում եմ էապես կհեշտացնի հատկապես առաքումներով զբաղվող մեր բազմաթիվ կազմակերպություններին, մասնավորապես ներկայումս ապրանքների առաքումը ՀԴՄ կտրոնով իրականացնելու հնարավորություն չկա օրենսգրքով եւ մենք ինչ ենք առաջարկում ենք սահմանել, որ ՀԴՄ-ի կտրոնում, այդ թվում տվյալ դեպքում նաեւ էլեկտրոնային ՀԴՄ-ի կտրոնում սահմանված պարտադիր տեղեկատվությունից բացի
ապրանքների նշանակման վայրի հասցեն, իսկ ապրանք ձեռք բերող կազմակերպության անհաձեռնակատիրոջ կամ նոտարի դեպքում նաև վերջիններից հարկ վճարողի հաշվառման համարը պարունակելու դեպքում, այսինքն եթե հասցեն եւ ՀՎՀ-ն գիտի, թե ում է մատակարարելու տվյալ ապրանքը, կարող է ՀԴՄ-ն հանդիսանալ որպես փաստաթուղթ, որով առաքումը իրականացվում է։ Օրինակ, տեխնիկայի խանութից մարդը կարող է ինչ-որ բան գնել, դրա առաքումը տեղի ունենա 1 օր անց, 1 ամիս անց կամ ինչ-որ ժամանակ անց, եւ եթե այդ վաճառքի ժամանակ ՀԴՄ կտրոնում ինքը ունի տեղեկություն, թե ուր է առաքելու եւ ում է առաքելու, դա ֆիքսում է եւ այդ ՀԴՄ կտրոնով կարող է այդ ապրանքը հանգիստ առաքել համապատասխան վայր։ Իհարկե նպատակը պարզ է եւ ճիշտ է, ուղղակի կուզենայի հասկանալ քաղաքացու պատասխանատվությունը ինչպիսին պետք է լինի։ Քաղաքացին պատվիրել է IT Valberis, Ozon եւ այլ ընկերություններից, գիտեք, առաքում են հաստրես տուն։ Քաղաքացին ինչ պիտի պահանջի, որպեսզի մենք համարենք, որ քաղաքացին ճիշտ է վարվել, այսինքն պետք է պահանջի ՀԴՄ կտրոնը անպայման տրամադրել, ինչպես պետք է դա կատարվի, որպեսզի մենք այդ աշխատանքը ճիշտ իրականացնենք։ Քաղաքացու պարտականությունն եմ ուզում ասեք տվյալ դեպքում։ Էլեկտրոնային առևտրի արտաքների մասին է, չէ՞։ Այո։ Իրականում, նայեք, մենք հիմա որ էլեկտրոնային ԴՄ-ի հնարավորությունները ընդլայնում ենք այս մեր առաջարկով, ինչ ենք նախատեսում առաջիկա շրջանում, ինչ բարեփոխում ենք նախատեսում այս հարթակների համար, քանի որ տեսեք Valberis Ozon-ը ինքը միջնորդ է, այսինքն ինքը վաճառողը չի։ Ինքը ուղղակի հարթակ է, շուկա է, որտեղ վաճառվում են ապրանքները վաճառողի եւ գնորդի միջև։ Հիմա որպեսզի քաղաքացին համոզվի, որ իր գործարքը փաստագրվել է եւ համապատասխան տվյալներ պետք է ուզի, եռակողմ ՀԴՄ-ի գաղափար կա, որը նույնպես էլեկտրոնային ՀԴՄ է լինելու, եւ մենք ըստ էության այդ բարեփոխման արդյունքում հետագայում պահանջելու ենք, որպեսզի այդ միջնորդ հարթակները եռակողմ ՀԴՄ գեներացնեն, որտեղ երևալու է թե ով է վաճառողը եւ գնորդը ով է եւ իհարկե ապրանքի վավերապայմանները, որոնք այսօր էլ ՀԴՄ-ում գեներացվում են։ Սևանա լճի բացարձակ նիշից ցածր 42 հողամասում ապամոնտաժվել է 119 շենք շինություն, Սևան ազգային պարկի կողմից դադարեցվել է 2 պայմանագիր։ Այս մասին տեղեկացնում են գլխավոր դատախազությունից։ Հիշեցնենք, դատախազությունը 2025-ի դեկտեմբերի 11-ին հայտարարել էր, որ մեկնարկել են ապամոնտաժման աշխատանքները։ Այս տարվա մարտին ապամոնտաժվել է եւս 11 հողամասում գտնվող 16 շինություն, այդ թվում պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին պատկանող բացարձակ նիշից ցածր հատվածում գտնվող պարիսպներն ու թեքահարթակը, ազգային ժողովի նախկին նախագահ Սամվել Նիկոյանի որդուն պատկանող առանձնատունը։ Փետրվարի 24-ին էլ ապամոնտաժվել էր կրթության եւ գիտության նախկին նախարար Արմեն Աշոտյանի եղբոր Ապորինի կառուցած քոթեջը, Գեղարքունիքի նախկին մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի որդու Ապորինի կառուցած քոթեջը։ Հատկանշական է, որ նշված քոթեջները կառուցված են եղել հողամասերում, որոնց նկատմամբ կառուցապատողները նույնիսկ վարձակալության իրավունք չեն ունեցել։ Ապամոնտաժվել էին նաեւ ոստիկանության նախկին պետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատան պարիսպը, բետոնե հենապատերը, թեքահարթակը եւ այլ շինություններ։ Այս ամենից բացի դատարան են ներկայացվել մի շարք այլ հայցեր։ Քննչական կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել կատարվում է նախաքննություն Նարեկ Կարապետյանի օտարերկրյա քաղաքացիությունը թաքցնելու գործով։ Կոմիտեից հայտնում են, որ ոստիկանությունից ստացված առերևույթ հանցանքի մասին հաղորդման համաձայն ընտրություններում ուժեղ Հայաստան դաշինքի առաջին համարը պատգամավորի թեկնածու Նարեկ Կարապետյանը նախազգուշացված լինելով կեղծ տեղեկություններ հայտնելու դեպքում օրենսդրությամբ սահմանված պատասխանատվության մասին դիտավորությամբ թաքցրել է օտարերկրյա քաղաքացիություն ունենալու կամ ունեցած լինելու մասին տեղեկություն։ Այն է միգրացիայի եւ քաղաքացիության ծառայությունը ներկայացրել է այլ պետության քաղաքացի չլինելու մասին բովանդակությամբ կեղծ դիմում։ Հիշեցնենք, նախորդին ազգային ժողովի նախագահը փաստաթուղթ էր հրապարակել գրառմամբ, թե արդյոք Նարեկ Կարապետյանը Ռուսաստանի քաղաքացի է։ Փաստաթղթում Կարապետյանի անվան դիմաց գրված է Ռուսաստանի քաղաքացի։ Նարեկ Կարապետյանը գրառումից կարճ ժամանակ անց արձագանքել էր, թե ինքը Ռուսաստանի քաղաքացի չէ։ Բացի Հայաստանի քաղաքացիությունից ուրիշ քաղաքացիություն չի ունեցել, կյանքում Ռուսաստանում ավելի քիչ է ապրել, քան Անգլիայում կամ Շվեյցարիայում։ Ավելի ուշ խնդրին անդրադարձել է նաև կենտրոնական ընտրական հանձնաժողովը, նշելով, որ հանձնաժողովը ստուգել է փաստաթղթերը թեկնածուներին գրանցելու ընթացքում։ Բոլոր այն թեկնածուները, որոնք գրանցված են հանձնաժողովի կողմից, նշանակում է, որ հանձնաժողովը նախապես ստուգել է տվյալ անձանց վերաբերելի փաստաթղթերը։ Այդ թվում վերջին 4 տարում Հայաստանում մշտական բնակության եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացի լինելը փաստող փաստաթղթերը։ Այդ փաստաթղթերը
թեկնածուներին տրամադրվում են ներքին գործերի նախարարության միգրացիայի եւ քաղաքացիության ծառայության կողմից եւ փոխանցվել են կենտրոնական ընտրական հանձնաժողով։ Ընտրակաշարք տալու ստանալու բարեգործության արգելքը խախտելու գործով 3 ձերբակալված 4 անձի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել կալանքը։ Հիշեցնեմ, 3 հակակոռուպցիոն կոմիտեն հաղորդագրություններ տարածել տեղեկացնելով, որ բացահայտվել են ընտրակաշարք տալու ստանալու բարեգործության արգելքը խախտելու եւ անձի ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելու դեպքեր։ Պարզվել է, որ Ուժեղ Հայաստան կուսակցության տեխնազույի կազմակերպմամբ մի շարք անձինք օրենսդրական արգելքի պայմաններում տվել են Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի մի շարք ընտրողների բնակարանների վարձավճարները։ Խմբի անդամները բացահայտումից խուսափելու եւ իրենց գործողությունների հետաձգելիությունը նվազեցնելու նպատակով օգտագործել են միջնորդավորված անձանց եւ նրանց պատկանող ավտոմեքենաներ։ Գումարները տրամադրել են հիմնականում կանխիկ, դրանց ստացման եւ բաժանման գործընթացում ներգրավել են իրենց հետ կապակցված ընկերությունների աշխատողներ ու նրանց շրջապատի անձինք, իսկ դրամական միջոցների շարժի վերահսկումը դժվարացնելու նպատակով ծրագրել են ֆինանսական գործառնությունների համար օգտագործել ռուսական բանկային քարտեր։ Եվ այսպես մայիսի 28-ին ժամը 10-ին բոլորից սպասում ենք Հանրապետության հրապարակում։ Այս մասին Facebook-յան էջում հայտնել է Պաշտպանության նախարարն ու գիծ տեսանյութ հրապարակել։ Սուրեն Պապիկյանն ասել է, որ հանրությանը ներկայացվելու է այն, ինչը տարիներ շարունակ թաքցրել են, քողարկել են, չեն խոսել դրա մասին, համեստորեն լռել են։ Հիմա պիտի հաշվետվություն ներկայացնեն։ Մայիսի 28-ին հանրությանը ինչ է սպասում, կարող եք փակագծեր բացել։ Հանրությանը ներկայացվելու է այն, ինչը տարիներ շարունակ թաքցրել ենք, քողարկել ենք, չենք խոսել դրա մասին, համեստորեն լռել ենք։ Հիմա պիտի հանրությանը ներկայացնենք որպես հաշվետվություն, ինչ ենք արել վերջին 4 տարիների ընթացքում։ Մայիսի 28-ին, ժամը 10:00-ին, Հանրապետության հրապարակում սիրով կսպասենք բոլորին։ Եվս մեկ հայտարարություն ունի գերատեսչությունը Ուժեղ Հայաստան կուսակցության անդամներից մեկի տարածած տեսանյութում անձը տեղեկություններ է հայտնել, թե իբր վերջերս Ջերմուկի հատվածում զինված ուժերի բանակային դիրք է հանձնվել։ Պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է համարել նշվածը։ Գերատեսչությունն իրավապահներին հորդորում է ուսումնասիրել նշված տեսանյութում տեղ գտած տեղեկությունները իրավական գնահատական տալու նպատակով։ Երևանում առաջին անգամ տեղի է ունեցել Ախուրյան Արաքս գետերի ջրերի համատեղ օգտագործման Հայաստան-Թուրքիա հանձնաժողովի համատեղ նիստը։ Հայաստանի եւ Թուրքիայի սահմանային անցակետում, այնուհետև Ջրար Փակ բաժնետիրական ընկերության վարչական շենքում տեղի է ունեցել Սարդարապատի կարգավորիչի շահագործման եւ Ախուրյանի ջրամբարի շահագործման մշտական գործող անդերսահմանային ջրային ռեսուրսների կառավարման հայ-թուրքական հանձնաժողովների հանդիպումը։ Այս մասին տեղեկացնում են ջրային կոմիտեից։ Ջրարի տնօրեն Տիգրան Վարդանյանը ելույթում նշել է, որ կնքված փաստաթղթերը կազմվել են երկուստեք շահավետ պայմաններով։ Հանդիպման ընթացքում մի շարք կարևոր պայմանավորվածություններ են ձեռք բերվել։ Մինչև 12 տարեկան երեխա ունեցող, նաև մինչև 18 տարեկան հաշմանդամության խորը կամ ծանր սահմանափակումով երեխա ունեցող ծնողը, այդ թվում խնամատար ծնողը, որդեգրողը կամ խնամակալը իրավունք կունենան օգտվել ծնողական ժամից։ Կառավարությունը հավանություն է տվել աշխատանքային օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին նախագծին, որով նախատեսվում է ներդնել ծնողական ժամ հասկացությունը։ Նախագիծը ներկայացրել է աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Արտյոմ Սմբատյանը։ Նրա խոսքով նախագիծը մշակվել է աշխատանքային հարաբերություններում երեխա ունեցող աշխատողների սոցիալական պաշտպանության նոր կարգավորումներ ներդնելու նպատակով։ Մինչև 2 երեխա ունեցող ծնողին ծնողական ժամը տրամադրվելու է օրական առավելագույնը 30 րոպե տևողությամբ, 3 եւ ավելի երեխա ունեցող ծնողին օրական առավելագույնը 1 ժամ տևողությամբ, իսկ մինչև 18 տարեկան հաշմանդամության խորը կամ ծանր սահմանափակումով երեխա ունեցող ծնողին օրական առավելագույնը 1 ժամ անկախ երեխաների թվից։ Առաջարկվող կարգավորումները միտված են աշխատողների սոցիալական պաշտպանության բարձրացմանը, աշխատանքի եւ ընտանեկան կյանքի համատեղման հնարավորությունների ընդլայնմանը։
հարգելի գործընկերներ, խնդրում եմ հաստատել։ Շնորհակալություն, պարոն Սմբատյան, բայց սա դեռ պիտի գնա ազգային ժողով, չէ՞, դուրս չգանք ու գնանք երեխեքին պահելու։ Միանշանակ։ Տարածվում է եւ պետական եւ մասնավոր, որևէ սելեկցիա չկա։ Այո, պարոն վարչապետ, տարածվում է եւ պետական եւ մասնավոր հատվածների վրա։ Շատ լավ։ Համեցեք, պարոն Պապյան։ Իսկ կուտակել հետո օգտագործելու հնարավորություն կա, այսինքն եթե 3 երեխա ունի, ենթադրվում է, որ օրը կարա մի ժամ շուտ գնա գործից տուն, ասենք 5 օր կուտակի, մի օր 5 ժամ շուտ գնա։ Կամ չկա, այլ է մոդելավորել ամսվա վրա։ Շնորհակալ եմ պարոն Պապոյան հարցի համար, բայց ոչ, կուտակային մեխանիզմ նախատեսված չէ։ Վիզաների ազատականացումն անմիջականորեն ազդելու է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կենսակերպի որակի վրա։ Ներքին գործերի նախարարն է հայտարարել Եվրահանձնաժողովի միգրացիայի եւ ներքին գործերի գլխավոր տնօրենի տեղակալ Յոհաննես Լուխների հետ ասուլիսում։ Արփինե Սարգսյանը շնորհակալություն է հայտնել հանձնաժողովին Հայաստանի հետ շարունակական կառուցողական գործակցության, ինչպես նաեւ գործողությունների ծրագրի իրականացման առաջընթացի վերաբերյալ զեկույցում տրված գնահատականների համար։ Այս պահին Հայաստանը միակ պետությունն է աշխարհում, որի հետ Եվրամիությունն ակտիվ երկխոսություն է վարում։ Յոհաննես Լուխներն էլ հայտարարել է, թե Հայաստանի քաղաքացիները շատ շուտով կօգտվեն կենսաչափական անձնագրեր ունենալու հնարավորությունից։ Միաժամանակ նշել, որ հասկանալի է Հայաստանի քաղաքացիների անհամբերությունն առանց վիզային ռեժիմի Եվրամիության երկրներ այցելելու ուղղությամբ։ Վիզաների ազատականացման գործընթացը պետք չէ դիտարկել առանձին գործընթաց, կա նաև պատրաստակամություն ավելի շատ առևտուր եւ ներդրումներ ապահովելու, մշակութային եւ կրթական փոխանակումներ անելու, ասել է Լուխները։ Մի կողմից այս գործընթացը արժանապատիվ ճամփորդության հնարավորություն է տալու Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, մյուս կողմից նաև հնարավորություն է Հայաստանի իշխանությունների համար ապահովելու երկարաժամկետ ինստիտուցիոնալ փոփոխություններ Հայաստանի Հանրապետությունում։ Մեր մեծագույն ջանքերի շնորհիվ ես ուզում եմ հասնել, որ մենք օր-օրի ավելի ենք մոտենում վիզաների ազատականացմանը եւ սա կրկին շատ կարեւոր եւ պատասխանատու արձանագրում է մեզ համար։ Մենք իհարկե կարևորում ենք այն, որ առաջընթացի զեկույցում առաջանցիկ տեմպեր են արձանագրվել հատկապես գային այնպիսի ոլորտների համար, որոնք վերաբերում են կենսաչափական փաստաթղթերին, կենսաչափական համակարգին, սահմանների կառավարմանը, միգրացիայի եւ ապաստանի հարցերին։ Եվ այս արձանագրումը առաջանցիկ փուլում գտնվող կետի մասով ըստ էության սա հնարավորություն է ևս մեկ անգամ փաստելու, որ Հայաստանի Հանրապետությունը կանխատեսելի, պատասխանատու եւ վստահելի գործընկեր է Եվրոպական միության համար։ Եվ ես ինչպես փաստեցի, սա պարզապես հերթական process չէ Հայաստանի Հանրապետության համար, սա կարևոր process է ապահովելու ինստիտուցիոնալ տարբեր փոփոխություններ Հայաստանի Հանրապետության տեսանկյունից եւ կարևոր է այն, որ մենք ունեցանք նաեւ այս փուլում Անդրանիկ Գագաթնաժողովը Հայաստան Եվրոպական միություն եւ դրանով նաեւ ստորագրեցին կարևորագույն փաստաթղթեր։ Ինչպես հիշում եք, հարգելի գործընկերներ, մենք ունեինք 74 սենանիշներ այս ամբողջ process-ում եւ ստացել են գործընկերների կողմից նաև 53 առաջարկություններ, որոնք զեկույցում շատ խնամքով արձանագրված են եւ մենք պատրաստական ենք նույն հետևողականությամբ շարունակելու նաև բոլոր առաջարկությունների իրացումը։ Հատուկ կարևորություն ենք տալիս նաև Frontex-ի հետ նախաստորագրված փաստաթղթերին, որովհետեւ շատ կարևոր է հատկապես սահմանների համալիր կառավարման process-ի շրջանակներում արդյունավետ գործընկերությունը Frontex-ի հետ եւ սա կարծում եմ կարևոր գործնական հիմք է սահմանների եւ միգրացիոն կառավարման ոլորտում ել ավելի սերտացնելու եվրոպական կողմի հետ մեր գործընկերությունը։ Ուրախությամբ ուզում եմ արձանագրել նաև, որ Եվրոպոլի հետ համագործակցությունը ևս ավելի սերտացել է, իդեմս կապի սպայի նշանակմանը ի վերջո Եվրոպոլում եւ կարևորելով այն, որ մինչև նաև կապի սպայի նշանակումը մենք կարևորագույն օպերացիաների ենք մասնակցել նաև Եվրոպոլի շրջանակներում, սա պիտի տա ել ավելի զարգացնելու մեր հարաբերությունները եւ կապի սպային դիտարկելու որպես օպերացիոնալ կամուրջ Հայաստանի, Եվրոպոլի եւ ԵՄ անդամ պետությունների միջև։ Եվ մենք առավելագույնս խաղալու ենք այն բոլոր օգուտները, որը որ կապի սպայի նշանակումը կտա Հայաստանի Հանրապետությանը։ Կցանկանայի նորից շեշտադրել, այս միտքը շատ կարևորում եմ եւ սա նաեւ վստահության մասին է խոսում, որ այս պայն Հայաստանի Հանրապետությունը միակ պետությունն է աշխարհում, ում հետ Եվրոպական միությունը ակտիվ երկխոսություն է վարում։
Եվ ուզում եմ նաև վստահեցնել, որ համատեղ աշխատանքի եւ փոխադարձ վստահության շնորհիվ է այն արձանագրումը, որ մենք այսօր արձանագրում ենք, որ կա գործողությունների ծրագիրը, ունենք առաջընթացի առաջին զեկույցը եւ հետեւողականորեն գնալու ենք առաջ որակով եւ պատշաճ ժամկետներում իրականացնելով գործողությունների ծրագրում նախատեսված բոլոր միջոցառումները. The impatience of citizens to move towards full visa liberalization. Ես շատ լավ հասկանում եմ քաղաքացիների անհամբերությունը լիարժեք առանց վիզայի ռեժիմ ունենալու ուղղությամբ շարժվելու վերաբերյալ. But we need to recognize that a lot of progress is already being made now. Բայց պետք է ընդունենք եւ ճանաչենք, որ մեծ առաջընթաց արդեն իսկ կատարվել է. We issue more and more visas to to Armenian citizens. Մենք ավելի շատ թվով վիզաներ ենք տրամադրում Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին այժմ. We issue more multiple entry visas to Armenian citizens. Եվ ավելի շատ քանակով բազմակի մուտքի վիզաներ ենք տրամադրում Հայաստանի քաղաքացիներին. And we are making joint efforts to reduce the visa refusal rate. Եվ մեծ ջանքեր ենք ներդրում համատեղ, որպեսզի մեր մերժումների քանակը, վիզաների դիմումների մերժումների քանակը նվազեցնենք. I would also want to repeat what the minister has said in terms of relations with EU agencies. Ես ցանկանում եմ կրկնել արձագանքել այն ուղերձին, որ դեպի նախարարը նշեց Եվրոգործակալությունների հետ Հայաստանի համագործակցության վերաբերյալ. They really tie Armenia closer to the European Union. Դրանք իրոք Հայաստանը ել ավելի մոտ են դարձնում Եվրոպական միությանը. They open doors to better law enforcement. Գործակալությունները դուր են բացում ավելի լավ իրավապահ համակարգի կայացման համար. As well as to more effective border management. Ինչպես նաև ավելի արդյունավետ սահմանների կառավարման տեսանկյունից. My final point is that we must not look at this visa liberalization process as a separate process. Իմ վերջին ուղերձը հետևյալն է. Ես չեմ ցանկանա, որ մենք վիզաների ազատականացման գործընթացը դիտարկենք որպես առանձին գործընթաց. We have taken in parallel initiatives for more trade and investment. Զուգահեռաբար մենք նախաձեռնություններ ենք ստանձնել ավելի շատ առևտուր եւ ներդրումներ ապահովելու ուղղությամբ. For research and education. Հետազոտությունների եւ կրթական ոլորտի համար. But also for cultural exchanges. Ինչպես նաև մշակութային փոխանակումների տեսանկյունից. And we look at visa liberalization as one element in this process of closer EU-Armenia relations. Եվ մենք դիտարկում ենք վիզաների ազատականացումը որպես այս ամբողջ Եվրոպական միության եւ Հայաստանի միջև այս ամբողջ գործընթացի միայն մի էլեմենտ. Այլ թեմաներ մայիսի 18-ին խուլիգանություն կատարելու կասկածանքով Արթուր Օսիպյանը կալանավորվել է 2 ամսով։ Այս մասին հայտնել են քննչական կոմիտեից։ Ավելի վաղ նշել էինք, որ կոմիտեն ներքին գործերի նախարարությունից ստացել էր Արցախի հեղափոխական կուսակցության նախագահ Արթուր Օսիպյանի վերաբերյալ նյութերը։ Օսիպյանը ձերբակալվել էր Երևանի Արաբկիր վարչական շրջանում քարոզարշավի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ վիճաբանությունից հետո։ Ավելի ուշ ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը Օսիպյանի գրառումներից մեկն էր ցույց տվել Փաշինյանին, որը վարչապետին հանդիպելուց առաջ էր հրապարակել։ Եվ այսպես Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումն են քննարկել ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանն ու Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենը։ Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Դեյվիդ Ալենին։ Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային զարգացումներն ու խաղաղության ամրապնդմանն ուղղված ջանքերը։ Անդրադարձ է կատարվել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին։ Սուտ մատնության և սուտ մատնություն կազմակերպելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քննչական կոմիտեում ստացված հաղորդման համաձայն ուժեղ Հայաստան կուսակցության անդամ Ալիկ Ալեքսանյանը մայիսի 21-ին Facebook-ում կից գրառման փոլովակ է տեղադրել, որտեղ ինքն ու մեկ այլ անձ խոսում են ջերմուկի ուղղությամբ տեղակայված մարտական դիրքը Ադրբեջանին հանձնելու մասին։ Պաշտպանության նախարարությունը նույն օրը պաշտոնապես հերքել է հայտնած տեղեկությունները։ Նախաքննությամբ պարզվել է, որ տվյալ տեսանյութում խոսող դեմքի
Օրենքի հատվածը փակված անձի ինքնությունը, որը մարտական հերթապահություն է իրականացրել N մարտական դիրքում, հերքել է որևէ դիրք հանձնելու մասին տեղեկությունը։ Միաժամանակ նշելով, որ եղել է ոչ սթափ, մասնակցել է ՆԿ-ի կողմից կազմակերպված հավաքին, որտեղ հանդիպել է ԱԱ-ին, ով էլ տեղեկացված լինելով իր սոցիալական խնդիրների մասին, անմիջապես կազմակերպել է լրագրողի հետ հարցազրույցը։ Ոչ սթափ վիճակում էլ իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ է հայտնել, նշված է հաղորդագրությունում։ Բարգավաճ Հայաստան կուսակցության պատգամավորի թեկնածու Անդրանիկ Նորիկի Թևանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն ստանալու վերաբերյալ դատախազը միջնորդություն է ներկայացրել կենտրոնական ընտրական հանձնաժողով։ Առավոտյան աշխատակիցները քննչական գործողություններ են իրականացրել կուսակցության ցուցակով պատգամավորի թեկնածու Անդրանիկ Թևանյանի ղեկավարած Մայր Հայաստան կուսակցության գրասենյակում։ Հիշեցնենք, քննչական կոմիտեն պետական դավաճանության եւ լրտեսության դեպքի առթիվ նախաձեռնել է քրեական վարույթ։ Կոմիտեում ԱԱԾ-ից ստացված հաղորդման համաձայն Թևանյանը 2024-ին հավաքագրվելով օտարերկրյա հատուկ ծառայությունների կողմից Ռուսիա, Կովկաս աշխարհաքաղաքական կենտրոնի տնօրեն հանդիսացող օտարերկրյա հատուկ ծառայությունների ներկայացուցչի հանձնարարությամբ կատարել է լրտեսություն։ Նա հավաքել է $622,000 դիմաց, նրան է փոխանցել պետական գաղտնիք պարունակող 2024 թվականի ապրիլին ազգային ժողովում տեղի ունեցած փակ գաղտնի լսումների ընթացքի եւ արդյունքների մասին ռուսերեն թարգմանված տեղեկություններ, այդ կերպ կատարելով պետական դավաճանություն ի վնաս Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, տարածքային անձեռնմխելիության եւ արտաքին անվտանգության։ Հակակոռուպցիոն կոմիտեից տեղեկացնում են, որ խուզարկություն է իրականացվել նաեւ ԲՀԿ պատգամավորի թեկնածու Մարտուն Գրիգորյանի տանը։ Այլ թեմաներ նախորդին Սևան-Ծափաթաղ ճանապարհին Ծովագյուղ բնակավայրի տարածքում վրաերթի հետևանքով կին է մահացել։ Դեպքի վայր մեկնած քրեական ոստիկանության ծառայողներն ու բարեկները պարզել են, որ Երևանի 21-ամյա բնակիչը կնոջ հետ Mercedes մակնիշի մեքենայով Սևան ընթանալիս կենցաղային հարցերի շուրջ վիճել է, որի ընթացքում կինը դուրս է նետվել մեքենայից ու մահացել։ Երիտասարդը ձերբակալվել եւ կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է նախաքննական մարմին։ Շամշյանի տեղեկություններով նա եղել է ոչ սթափ, չի ունեցել վարորդական վկայական։ Իսկ գիշերը Գրիգոր Լուսավորչի եւ Իտալիայի փողոցների խաչմերուկում տեղի ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, դեպքի վայր է մեկնել հրշեջ փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են մոտոցիկլետն ու Lexus մակնիշի մեքենան, մոտոցիկլետի վարորդը տեղում մահացել է, Lexus-ի վարորդն ու մոտոցիկլետի ուղևորը հոսպիտալացվել։ Lexus-ի վարորդը հոսպիտալացված 32-ամյա կինը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է ոչ սթափ, հայտնում է Գագիկ Շամշյանը։ Շարունակենք այժմ օրվա խորհուրդը։ Հանրակրթական ուսումնական հաստատություններում այսօր հնչել է վերջին զանգը։ Այս տարի դպրոցը կավարտի ավելի քան 61,000 շրջանավարտ։ Օրվա առթիվ կրթության նախարարն ուղերձ է հղել, մեջբերում է։ Դուք հրաշալի սերունդ եք վառ մտքերով, գաղափարներով, ինքնուրույն եւ խիզախ։ Մի մտածեք, որ ձեր երազանքներն ու նպատակներն ավելի մեծ են, քան կարող եք անել։ Մի անհանգստացեք, որ սխալվել եք, սխալներն են հարթում առաջ գնացող ճանապարհը։ Եթե ուշադիր ենք ու սովորում ենք մեր իսկ սխալներից, լսեք քննադատությունը, միայն հաճելին լսելը ոչ մի լավ տեղ չի տանում։ Քննադատությունն է մեզ օգնում շտկվել, տեսնել խնդիրներն ու բացերը, դրանց ուղղությամբ ճիշտ քայլեր անել։ Մի վախեցեք առաջ գնալ, նույնիսկ երբ ամեն ինչ հստակ ու պարզ չէ։ Ամեն ինչ երբեք հստակ ու պարզ չի լինում։ Առաջնորդությունն է, որ օգնում է որոշում ներկայացնել, հստակեցնել անելիքը։ Հիշեք, որ երբեք չեք դադարելու սովորել ու որ դպրոցում սովորածն է օգնելու ձեզ ամեն օր նոր բան սովորել, նշված է ուղերձում։